Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ եթերում հարցազրույցն է։ Այսօր հյուրընկալել եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին։ Տիկին Գրիգորյան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական նստաշրջանին է մասնակցում Սանկտ Պետերբուրգում։ Հատկանշական է, որ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը Նիկոլ Փաշինյանին դիմավորել է բողոքի ակցիայով սրբազանների նկարներով, ովքեր այժմ անազատության վայրերում են, պահանջով դադարեցնել քաղաքական հալածյալների մշակույթը նոր ձևավորված Հայաստանում եւ դադարեցնել այս բռնաճնշումները։ Կարծես թե ավանդույթ է դառնում Նիկոլ Փաշինյանին Սփյուռքի այս կամ այն համայնքում բողոքի ակցիաներով դիմավորելը։ Այստեղ էլ ընդդիմությունը մեղավոր, Տիկին Գրիգորյան։ Դե առավել քան նորմալ է, որ պետք է նրան հենց այդպես էլ դիմավորեին։ Ի վերջո մեր երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ 4 arczepiskoposներ այս պահին գտնվում են կալանքի տակ։ Սա մի բան է, որ ուղղակի անլսելի, անպատկերացնելի էր տարիներ առաջ։ Ի վերջո մենք ամբողջ աշխարհին ներկայանում ենք որպես առաջին քրիստոնեությունը ճանաչած ազգ, պետություն, որ քրիստոնեական արժեքներով, առաքինություններով է առաջնորդվում։ Բայց հիմա ստացվում է, որ հալածանքներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ, եկեղեցու կազմաքանդման գործընթացի ներքո 4 arczepiskopos կալանավորված է, տարբեր հետապնդումներ իրականացվում այլ հոգևորականների նկատմամբ։ Ամենահայտնի բարերարը, ազգային բարերար Սամվել Կարապետյանն է գտնվում բանտում եւ հետեւաբար բնական է, շատ բնական է, որ նման ռեակցիա պետք է լիներ նաեւ մեր հայ համայնքի կողմից, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չէր գնա այդ մարդկանց հետ հանդիպելու։ Հանդիպեր, որ ինչ ասեր։ Լսեր մեղադրանքներ, լսեր քննադատություն եւ ինչ պատասխաներ։ Պատասխաներ, որ այո, ես գնում եմ դիկտատուրա սահմանելու ճանապարհով, ինչ ասեր։ Պատասխան չեր ունենա։ Բայց նաեւ ինչն է հատկանշական, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Հայաստանի ներսում է ամենտեղ բզկտում, բաժանում, այլ նաեւ Սփյուռքում։ Այսինքն իր համար կա նախընտրելի Սփյուռքում ներկայացուցիչներ եւ կան ներկայացուցիչներ, ում հետ խոսել, բանավիճել ցանկություն չունի։ Եվ գնացել նստել էր մի լսարանում, որտեղ հիմնականում ես նկատեցի, որ երիտասարդներ են նստած։ Իրականում ինֆորմացիա չունեմ, թե կոնկրետ որ համալսարանի ուսանողներ էին կամ ինչ տրամաբանությամբ էին ընտրվել այդ ուսանողները հանդիպման համար, բայց ակնհայտ էր, որ մեծ հաշվով հայ համայնքը բոյկոտել է Նիկոլ Փաշինյանի այցը եւ ստիպված դեսպանը եւ այնտեղ աշխատողները, հյուպատոսությունը եւ այլն փորձել էին գտնել մարդկանց, այնքան որ այդ ֆոնը ստեղծեին, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մարդկանց հետ հանդիպում է։ Չնայած Նիկոլ Փաշինյանը կարար ձևել չաներ, որ ինքը ուզում է հանդիպի հայ համայնքին, ի վերջո ասում է, չէ, ես միայն Հայաստանում ապրող հայերի վարչապետն եմ։ Ամենտեղ որտեղ ինքը գնում է, ասում է հույսներդ ինձ վրա եք դրել, ես կապ չունեմ, դուք այդ պետությունը որտեղ որ ապրում եք, գնացեք ձեր հարցերը լուծեք։ Բայց դեպքում գնացել ես այդ մարդկանց հետ, ինչ ես քննարկում։ Բայց ուզում եմ սա այլ ընդգծել հերթական անգամ, որ այդ բաժանարար գծերը ամենտեղ կան եւ ցավոք սրտի այդ բաժանումը նաեւ ոչ միայն Հայաստան Սփյուռքն է, որ դուք տեսնում եք, չէ, ինչ քաղաքականություն է տարվում, որ Սփյուռքը պետք է ներգրավվածություն որևէ կերպ ներգրավվածություն չունենա Հայաստանի ապագայի տեսլականի ձևավորման հարցում եւ չնայած Սփյուռքում շատ ուժեղ ներուժ կա, որ կարելի է ներգրավել մեր պետությունը հզորացնելու համար, ինքը ուղղակի մերժում է, կտրում է, բայց նաեւ Սփյուռքում գործող հայ համայնքների միջև կա այդ բաժանումը, որ ինքը իրականացնում է։ Այնինչ 30 տարի պահանջվեց Սփյուռք-Հայաստան մտերմությունը, համագործակցությունը հաստատելու համար, հաշվի առնելով Սովետ միության տարիներին այդ ջրբաժանը որ կար։ Ի վերջո մենք հասկանում ենք, չէ, որ Հայաստանը որոշակի սահմանափակ ռեսուրսներով պետություն է եւ Սփյուռքը այն մեր հիմնական ներուժից է, որ մենք կարող ենք մեր պետության շահերը առաջ մղման համար օգտակար կարող է լինել Սփյուռքը մեզ այդ առումով։ Բայց ինչ է հիմա տեղի ունենում։ Դեռևս տարիներ առաջ Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, նույնիսկ նախագահի մակարդակով հայտարարվում էր, որ Հայաստանում ապրող հայերը լավն են, այ Հայաստանից դուրս Սփյուռքում ապրող հայերը լավը չեն։ Եվ Էրդողանի ընդհանուր դիրքորոշումներն էլ այն է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ առնչություն չպետք է ունենա Սփյուռքի հետ եւ Սփյուռքը, որ իսկապես շատ մեծ օգնություն է ցուցաբերել այս ամբողջ տարիների ընթացքում Հայաստանին, հայկական շահերի առաջմաղման, ինքը ուղղակի պետք է այլևս գոյություն չունենա, մեծ հաշվով այնինչ իրականացնում է այսօր Նիկոլ Փաշինյանը, այդ պահանջի շարունակությունն է։ Ի վերջո եզրասարքեպիսկոպոսին էլ KGB-ի գործակալ լինելու մասին այդ թղթի հրապարակումը, որ մարդկանց մոտ կատակների առիթ է դարձել, արդյոք այդ մասին է նաև խոսում։ Եկեղեցու Սփյուռք կապի մասին, չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ եկեղեցին հայաբնպաստ ու հայապահպան գործառույթ է իրականացնում հատկապես Սփյուռքում, որտեղ հայկական ինքնությունը պահպանում են հայկական եկեղեցիների միջոցով։ Իրականում ես տարբեր երկրներում, որտեղ եղել եմ, տեսել եմ եկեղեցու առկայություն
այնտեղ տեսել եմ նաև հայկական համայնքի կոնսոլիդացիա, որտեղ չկա եկեղեցի, հայկական համայնքը իսկապես կոնսոլիդացիայի խնդիր ունի։ Եկեղեցին առանցքն է հատկապես Սփյուռքում մարդկանց իրար հետ կապելու, արժեքների մասին խոսելու, մեր պետության հետ այդ կապը պահպանելու, այսինքն եզակի նշանակություն ունի Սփյուռքում մեր եկեղեցիների առկայությունը։ Դե հիմա տեսնում եք մեծ հաշվով ինչա կատարվում, եկեղեցին հիմնահատակ քանդելու գործընթաց է գնում։ Այնինչ դուք նշում եք Եզրաս arczepiskoposi հետ կապված, մի կոմպոնենտն է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, բայց դա շատ ավելի նույնիսկ աշխարհակահաղական հովանոց ունեցող գործընթացներ են։ Ի վերջո, ինչ է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը նաև միջազգային գործընկերներին դժվարանում էր բացատրել, որոնք են տրամաբանությունն ու մոտիվացիան իր քայլերի եկեղեցու նկատմամբ, որտեղ դժվար է բացատրել, գնալ ասել, գիտեք, եկեղեցու այս կամ այն սպասավորը, նույնիսկ կաթողիկոսը, ինչ որ անձնական բնույթի այդ կապերը դժվար է բացատրել միջազգային հանրությանը կամ միջազգային գործընկերներին։ Հետևաբար ինքը պետքա մի լավ փաթեթ ձևավորեր, ասեր, տեսեք, այս մարդիկ սպասարկում են Ռուսաստանի շահը։ Ի վերջո ինքը օրիգինալ չի եղել, չէ՞, տարբեր երկրներում, Մոլդովա, Ուկրաինա, այդ նախադեպերը արդեն կան, այդ նախադեպերի հիման վրա ինքը գնում է տարբեր միջազգային գործընկերներին, ասում է, այս մարդիկ սպասարկում են Ռուսաստանի շահը, հետևաբար իմ գործունեությունը հակառուսական, Ռուսաստանից թելերը բոլորը պոկելու գործընթաց է։ Եվ դա սկսում է աշխատել միջազգայինների համար։ Դուք տեսնում եք նաև ներքին լսարանում, սկզբում խոսում էր կուսակրոնության ուխտի խախտման մասով, հետո գնում է իբր դրա դեմ պայքարելու այն մարդկանց հետ, ովքեր առերևույթ խախտել են այդ բոլոր, ուխտերը, ժուժկալության ուխտը, աղքատության ուխտը, նույնիսկ ամոթ է այդ մարդկանց հետ նույնիսկ մի սեղանի շուրջ եկեղեցու բարենորոգման մասին խոսել։ Հատկապես երբ ինքը տես այդ մասին հոդվածներ գրել, ոչ միայն հոդվածներ, այսինքն շատ արդեն ծիծաղալու էլ չի, ողբերգության հասնող մենք օրեր ենք ապրում, որովհետև ով կմտածեր, որ կարելի է անել այնինչ ինքն է հիմա անում, բայց դա էլ հասկանալի է, որ հերթական ադրբեջանական պահանջն է։ Չլիներ ադրբեջանական պահանջը, որևէ նորմալ հայի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման մարդու ուղեղում երբեք չէր կարա ծնվել այն օրակարգը, որ հիմա ինքը իրականացնում է եկեղեցու նկատմամբ։ Բայց դա այն պարտադրանքն է, այն նախապայմաններն են, որ ստիպված է Նիկոլ Փաշինյանը իրականացնել, միայն թե բարեհաճությանը արժանանա Էրդողանի եւ Ալիևի։ Վերադառնալով ԱՊՀ նստաշրջանի մասնակցությանը Փաշինյանին հետաքրքիր է այս դրվագը, որ թե քաղաքական տեխնոլոգները, թե քաղաքական վերլուծաբանները, թե հասարակ մարդիկ հարց են տալիս։ Ասում են մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Եվրամիության աջակցություններ խնդրում Ռուսաստանից Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար, ընդդիմությանը եւ իրեն ընդդիմացող եկեղեցուն անվանում է կամ ԿԳԲ-ի գործակալ կամ երրորդ երկրի շահերը սպասարկող ընդդիմություն ու քաղաքական ուժեր։ Հիմա գնացել է ԿԳԲ-ի նախկին աշխատակից Պուտինի ձեռքն է սեղմում։ Ինչու այս հարցերը Պուտինի հետ հանդիպման ժամանակ անմիջական Փաշինյանը չի բարձրացնում։ Դե երբ որ Նիկոլ Փաշինյանը վերադառնա Հայաստան, ինքը ստիպված է լինելու այդ հարցին պատասխանել։ Լրագրողները նրան կհարցնեն, մենք նրան կհարցնենք, լավ ո՞նց է ստացվում։ Դու ասում ես մեր նկատմամբ իրականացվում է հիբրիդային պատերազմ։ Պատերազմ։ Եթե նույնիսկ դիմացը դնում եք հիբրիդային, որը չես էլ հասկանում, ի վերջո ինչ դրսևորում ունի, փաստագրված, ինչ կա դրա տակ։ Այնուամենայնիվ գործողություններ են պատերազմ է։ Այսինքն դու գնում ես, դու հայտարարում ես տարբեր տեղեր, այդ թվում նաև Հայաստանում, որ մեր նկատմամբ իրականացվում է պատերազմ, հիբրիդային պատերազմ, ու նշվում է, որ դա Ռուսաստանի կողմից է իրականացվում։ Ու այո, օզարմանք ինքը գնում եւ Պուտինի ձեռքն է սխմում, նրան շնորհակալություն է հայտնում որոշակի հարաբերությունների զարգացման համար։ Ավելին խնդրում է, որպեսզի երկաթգծի մի հատվածը նաեւ ռուսական կողմը կառուցի։ Հասկանում եք, իր ամբողջ քարոզչամեքենան հենված է նրա վրա, որ մենք պայքարում ենք Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է սարսափել, մենք պայքարում ենք նրա դեմ, մենք պայքարում ենք Ռուսաստանից կախվածությունը նվազելու դեմ, համար եւ գնում է բանին Պուտինին, ասում է եկեք մեզ համար երկաթգիծ կառուցեք։ Սա արդեն չգիտես, ոչ լուրջ, չես կարողանում լուրջ քննարկել, սա լուրջ վերլուծել բալանսավորված քաղաքականություն։ Չէ, բալանսավորված քաղաքականությունը լրիվ այլ բան է, ուժերի հավասարակշռության պահպանումն է, բայց երբ որ դու գնում ես Եվրոպա, ասում ես, ընկնում ես Կայա Կալասի ոտքերը, ասում ես ինձ փող տուր, ես պայքարում եմ Ռուսաստանի դեմ, որպեսզի
իշխանության աթոռս պահեմ, հետո գնում ես Ռուսաստանին, ասում ես արի մեր տարածքով երկաթգիծ կառուցի, դա բալանսավորման մասին չի։ Դա այն հայտնի են բանակցությունների ժամանակ, որ հիշում եք, մի ձայնագրություն հայտնվեց, որ ասում էր Արցախյան բանակցությունների ժամանակ ես ինձ պետքա գժի տեղ տնեմ։ Հիմա սա արդեն գժի տեղել չի։ Արդեն ուղղակի ոչ թե ինքն է միայն գժի այդ կարգավիճակում հայտնել, մի ամբողջ ժողովրդի այդ պատանդառության տակ պահել։ Հասկանում եք, ես նույնիսկ որպես ազգային ժողով падգամավոր չեմ կարողանում այդ ամեն ինչը վերլուծել, որովհետև աննորմալություն է գնալ միտեղ ասել, այս երկիրին դեմ պատերազմում է, հետո գնալ այդ երկրին խնդրել, որ գա քո տարածքում ինչ որ ենթակառուցվածքներ կառուցի, գալ առավոտի ծիրիկուն խոսել, որ մենք պետք է մեր կախվածությունը նվազեցնենք Ռուսաստանից, ու հետո գնալ էլի այդ երկրի հետ կապված ԵԱՏՄ-ի շրջանակներում գովել թե ինչ մեծ առաջընթաց մենք ունենք։ Սա նորմալություն է, սա երկակի ինչ որ բանի խնդիր է արդեն։ Խորհրդականներն էլ չեն հուշում կողքից Տիկին Գրիգորյան։ Դե ինքը անում է համենայն դեպս ամեն բան, որ իր սեփական աթոռը կարողանա պահպանի եւ ցանկացած գործընթաց, որ այսօր տեղի ունենում Հայաստանում, Հայաստանի շուրջ եւ Հայաստանից դուրս, բացառապես մի ենթաշերտ ունեն, ինչպես հնարավորինս երկար պահել իշխանական աթոռը։ Այդ տրամաբանության մեջ իրեն գժի տեղել կդնի, ինչ ուզում է կանի, միայն թե սեփական աթոռը պահի։ Բռնաճնշումները շատ ավելի սուր բնույթ են ստանալու, ինչ եք կարծում։ Դե այն ինչ որ միջև հիմա է տեղի ունեցել, արդեն կարելի է ծայրահեղ իրավիճակ նկարագրել, որովհետև կրկնում եմ աննախադեպ է տասնյակ հավանտարկյալներ ունենալ, այդ թվում ազգային բարերար, հոգևորականներ, ազգային ժողովի падգամավոր, միջև հիմա մեր գործընկեր Արտուր Սարգսյանը չնայած տնային կալանքում է, բայց դեռ կալանքի տակ է։ Իսկ ավելի ծայրահեղ դրսևորումների չեք սպասում։ Ծայրահեղ դրսևորումներ, որ մեզ համատարած բոլորիս կփակի, այդ մասին կարող է ամեն բան կարող է լինել, հատկապես երբ որ քննարկում են, որ Մոլդովայի տարբերակով իրենք աջակցություն են ակնկալում Եվրոպայից, իսկ Մոլդովայի տարբերակում ինչ էր տեղի ունեցել, որը պարզապես վերջում ընտրությունների ժամանակ չէին գրանցել այն կուսակցություններին, որոնք, այո, հիմնական հակառակորդներին կամ թույլ էին տվել, որ գրանցված լինի կուսակցության անունը, բայց հետագայում արդեն նրանց ուղղված ձայները չէին հաշվարկվել։ Այսինքն ամեն բան հնարավոր է այս իշխանություններից, ամեն բան սպասելի է, բայց դա ոչ թե ասում եմ, որ հուսահատության ալիք տարածեմ կամ ասեմ, վայ, որևէ բան հնարավոր չի անել, չէ, ուղղակի ճիշտ ելակետ պետք է վերցնել։ Քո ելակետն այն է, որ քո դիմաց կանգնած են մարդիկ, ովքեր ամեն բան անելու են իրենց աթոռը պահելու համար։ Դա ուղղակի պետք է ֆիքսել, ոչ թե որ հիասթափություն առաջացնել, այլ ելակետ դրանից ելնող քո բոլոր գործողությունները հաշվարկել։ Ու ես կարծում եմ ընդդիմությունը հավաքական առումով, ես տեսնում եմ, որ բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացնում, եւ մենք որպես խորհրդարանական ընդդիմադիր ուժեր եւ նոր ձևավորված ուժերը, ես կարծում եմ բավականին լուրջ աշխատանքներ են իրականացնում եւ բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինել։ Միավորման օրակարգի ձևավորման են ականատես լինելու։ Այս հարցը ինձ այնքան շատ են տալիս, բայց ես միշտ կոնտր հարց եմ տալիս։ Միավորման օրակարգը ինչ նկատի ունեք միավորում ասելու։ Նիկոլ Փաշինյանի հերացման ուղղությամբ համատեղ աշխատելը։ Հա, բնականաբար այդ օրակարգի շրջանակներում բոլոր իրական ընդդիմադիր ուժերն աշխատում են։ Օրինակ տեսեք, նախորդ շաբաթ, նախորդ կարծես թե 5 շաբթի օրը Մայրաթոռում ինչեր տեղի ունեցել։ Բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերն այնտեղ էին պաշտպանելու Մայրաթոռը։ Դա այսպես որոշակի կոնսենսուս էր, որ հասկանալի էր, որ կա հստակ օրակարգ, այդ օրակարգի համար բոլոր ուժերը պետք է աշխատեն, պետք է գնան եւ պաշտպանեն Մայրաթոռը։ Դա արդյոք դա համարվում է միասնականություն, ինչ որ օրակարգի շուրջ միասնականություն ձևավորվել էր ու այո, այդպես էլ պետք է լինի, այսինքն ընտրությունների գնալիս կա հիմնական թիրախ, կա հիմնական օրակարգ եւ այդ օրակարգի շուրջ էլ աշխատանքը շարունակվելու է։ Իմ գործընկեր Իշխան Սաղաթելյանը, գիտեք, որ հայտարարել էր, որ սկսում է քննարկումներ, կոնսուլտացիաներ ընդդիմադիր ուժերի հետ որոշակի օրակարգերի հստակեցման եւ ճիշտ ուղղության, այսպես նախանշման մասով եւ բավականին հաջող համենայն դեպս մի քանի նման հանդիպումների եւ կոնսուլտացիաների մասին արդեն հրապարակային հայտարարել է։ Տիկին Գրիգորյան, տեղյակ եմ, որ երեք հանդիպել եք նաև Միքայել Սրբազանին, ով հիմա Իզմիրլյան կենտրոնում է։ Խնդրում եմ պատմեք, ինչպես է նրա առողջական վիճակը, ինչ զրույց եք ունեցել, հատկապես Մայրաթոռի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասով, ինչ է պատմել ձեզ, ինչ է զգում, ինչ է մտածում։ Նախ այս առիթից օգտվելով ուզում եմ իմ ողջույնները փոխանցել այս պահին կալանքի տակ գտնվող մեր բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Ամեն անգամ սա ասում եմ, բայց իսկապես ես ինքս համ ասում եմ, համ չեմ հավատում, որ դեռ այս պահին բանտում կան հոգևորականներ, բարձրաստիճան հոգևորականներ
Եվ Միքայել Սրբազանի հետ դե գիտեք ամեն անգամ մեր հանդիպումները բավականին երկար, շատ հետաքրքիր, դասախոսական, նաև բնույթ ունեցող բավականին լուսավորչական հանդիպումներ են լինում, որտեղ ես ինքս ինձ համար բազմաթիվ հարցերի պատասխաններ եմ ստանում։ Շատ հետաքրքիր հանդիպումներ են, բայց ցավալի է, որ եւ առողջական խնդիրներ ունեցող Միքայել Սրբազանը այս պահին պետքա գտնվի դեռ կալանքի տակ։ Նրան քաջառողջություն եմ մաղթում, որտեղ առաջիկայում պետքա վիրահատության ենթարկվի, բայց մի մտահոգիչ հանգամանք կար, մասնավորապես այն, որ նրա մոտ թույլ չէին տալիս, որ հոգեվորական մտնի, այսինքն հաղորդություն ստանա պատշաճ կերպով, եւ սա անչափ մտահոգիչ է, որովհետեւ դրա պատճառը չկա։ Չեն ասում ինչու չի կարող նրա մոտ մտնել, գիտեք, որ հիվանդանոցին կցված հոգեվորական կա, եւ նա կարող է մտնել, պատարակն իրականացնել, հաղորդություն կարող է ստանալ Միքայել Սրբազանը, բայց դա չեն անում։ Բավականին երկար ժամանակ է պահանջվել եւ Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի կողմից, որպեսզի ԱԱԾ խցում կարողանան կազմակերպել դա, բայց հիմա փաստորեն մի հատ էլ խնդիր է առաջացել, որ հիվանդանոցում դրա հնարավորությունը ընձեռվի։ Այսինքն ամեն քայլափոխի արհեստական խոչընդոտներ։ Իսկ ինչու են այդ արհեստական խոչընդոտները ստեղծվում, որովհետեւ օրենքը սահմանում է, որ դա իրավունք է, կրոնական բոլոր իրավունքների սահմաններում գտնվող իրավունք է, որ պետք է քաղաքացին հասանելիություն դա պարտավոր են անել, հասկանում եք։ Իրենք էքստրա կամ լրացուցիչ ինչ որ բան չեն անում, հա դա պարտավոր են անել, օրենքը գրած է, դա պետք է լինի։ Այլ բանը, որ մեր երկրում ոչ թե օրենքներով են առաջնորդվում, այլ այն վերևում ինչ կասվի։ Այսինքն այս մակարդակից հաղորդում են այս մակարդակին, այստեղ են ուզում թույլտվությունը ստանալ, այսա ավելի բարձր մակարդակից է ուզում թույլտվություն ստանալ, մինչև ամենավերևի մակարդակ նման հարցերը քննարկման առարկա են դարձնում։ Այսինքն, եթե մինչև այն վերևում կանգնած անձը թույլտվություն չի տալիս, բնականաբար որևէ քայլ առաջ չի գնում։ Այսինքն ամբողջ պետական ապարատը իր ողջ ծանրությամբ Նիկոլ Փաշինյանն իր ուսերին է վերցրել։ Իր ուսերին վերցնելը որն է, ամբողջ պետական ապարատը, հատկապես իրավապահ համակարգը ուղղակի դարձել է շանտաժի գործիք բոլոր քաղաքական հակառակորդների կամ քաղաքական այլախոհների նկատմամբ։ Սա ուղղակի որպես փաստ այլևս պետք է արձանագրել, որովհետև այնինչ մենք տեսանք, մենք այնինչ տեսանք Մայրաթորում, թե ինչպես են 10 տիրադավերին այսպես հատուկ նշանակության ջոկատը, հա, կամ ԱԱԾ-ականները կամ հատուկ ուժերը, չգիտեմ էլ թե բոլորը նույն տեղից են, թե տարբեր տեղերից հավաքված, կապիշոնները գլխներին, բերանները փակած, որպեսզի իրենք չֆիքսվեն։ Հա, այդ ամեն ինչը իրականացնում։ Այսինքն մարդիկ լրագրողներին, ովքեր մասնագիտական պարտքներ էին ԱԱԾ-ի որ լիազորությունների շրջանակներում է դա տեղի ունենում։ ԱԱԾ-ն ինչ ֆունկցիա ուներ 10 տիրադավերին, 10 մարդկանց նման անվտանգություն ապահովելու։ Լավ, որպես ինչ է կանում, ինչքան կարելի է նշաձող միջեցնել ԱԱԾ-ը, ինչքան կարելի է պատվազրկել, հեղինակազրկել։ Ի վերջո, առաջ որ ասում էր ազգային անվտանգության ծառայություն, այսպես բաներ չէ առաջացնում։ Հիմա ազգային անվտանգության ծառայությունը հոգեվորականների հետևից գնում է, թե կաթողիկոսի անունը զեղչեք։ Գնում է բլոգերների հետևից, ասենք, Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի տուն ԱԱԾ ջոկատը մտելա, որ ինչ անի։ Այդ տղեկը խոսք էին հնչեցրել, նույնիսկ եթե վիրավորական խոսք էին հնչեցրել, դրա համար հակատերորիստական ջոկատ են ուղարկում նրանց հետևից, ասենք Նարեկ Սամսոնյանի երեխաները պետքա տեսնեին, որ իրանց հորը տենց ձեռքերը ոլորած տանում են, ինչի համար։ Միքայել Սրբազանի հետևից էր գնացել ԱԱԾ-ն Մայրաթոր։ Այո, նույն տրամաբանությունն է, կամ հիմա որ իբրև թե գաղտնազերծում են իրականացրել Եզրաս arczepiskopos-ի հետ կապված։ Իբրև գաղտնազերծումը շատ կատակների առիթ է դարձել։ Այո, այն որ ես այն գլխից չեմ հավատում, որ դա իրականությանը համապատասխանում է, դա ուզում եմ որպես փաստ արձանագրել, բայց ինչ է ստացվում, որ ազգային անվտանգության ծառայությունը ուղղակի կրակում է իր ոտքին, որովհետև նման փաստաթուղթ հրապարակելը, եթե նույնիսկ դա իրականությանը համապատասխանում է, նշանակում է շատ ուղիղ հարված հասցնել սեփական գործունեությանը։ Ես հիշում եմ, երբ տարիներ առաջ, երբ Արադ Միրզոյանի մասին համապատասխան ինֆորմացիան դուրս եկավ, որ դեռևս 2000-ականների վերջերին, չէ, 2000-ականների վերջերին, 7-8 թվականներին, ընդդիմադիր Արարատ Միրզոյանը համագործակցություն է սկսում ԱԱԾ-ի հետ։ Այդ ժամանակ, երբ որ մի քանի տարի առաջ այդ փաստը հանրությանը հայտնի դարձավ, այո, հայտնի դարձավ, ազգային անվտանգության ծառայությունում լուրջ խնդիրներ ունեին նոր մարդ հավաքագրելու։ Իսկ այն մարդիկ, ովքեր արդեն համագործակցում էին ԱԱԾ-ի հետ, նույնիսկ ասում են կլինի մենք էլ դադարենք, որովհետև մի օր էլ մեր ֆայլերն եք հանելու, այդպես հրապարակային դարձնենք։ Բայց այն ժամանակ գոնե ԱԱԾ ներկայացուցիչը չի դա հրապարակել։ Հիմա ազգային անվտանգության ծառայությունը ինքը իր դեմ գործողություններ է իրականացնում։ Իսկ երբ եք հասկանալու հարգելի ազգային անվտանգության ծառայության ղեկավարություն։
որ ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության շահերը պաշտպանելու համար է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ Նիկոլ Փաշինյանը պետություն չէ։ Այո, այսօր Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ կանչի կառավարությունը ես եմ, պետությունը ես եմ, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանի եւ մեր պետության շահերը հակոտնյային իրար հետ չեն համադրվում։ Տարբեր են։ Իսկ ԱԱԾ-ին մենք պետք է դա բացատրենք, թե պետք է իրենք դա իմանային, հասկանային եւ համապատասխան եզրահանգումների գային։ Տարօրինակ չի, որ քաղաքացիներն են ԱԱԾ-ին այդ մասին հուշում։ Դե փաստացի այսօր ազգային անվտանգության ծառայության ղեկավարությունը կոնկրետ ղեկավար անձը Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված մարդ է, ով իր բոլոր քմահաճույքներն իրականացնելու է, անխտիր բոլոր քմահաճույքները։ Բայց ես նաև շատ ցավում եմ, որ այնտեղ շարունակում են աշխատել բավականին պատվախնդիր, արժանապատվություն ունեցող մարդիկ, իրենց երկիրը սիրող մարդիկ, եւ այդ մարդկանց ուղղակի պատանդի կարգավիճակում են պահում։ Ես վստահ եմ, որ այն մարդկանց, ովքեր ում ուղարկում են օրինակ եկեղեցու վրա կամ այլ գործունեություն ծավալելու, որն ընդհանրապես չի մտնում ազգային անվտանգության ծառայության լիազորությունների շրջանակներում, այդ մարդիկ վատ են զգում։ Ի վերջո իրանք եկել են պետությանը ծառայելու, իրանք որևէ մեկը չի եկել անհատին ծառայելու։ Այդ անհատները մշտապես փոխվում են, բայց պետության շահերին պետքա ծառայել եւ առնվազն չվնասել այդ կառույցի հեղինակությունն ու պատիվը։ Տիկին Գրիգորյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական սոկարը բարձր տեսակի, պրեմիում տեսակի բենզին է ներկրելու Հայաստան եւ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն պարզվեց, որ դա ԿՊ-ական օլիգարխ պատգամավորի բենզալցակայաններում է վաճառվելու։ Ընդհանուր առմամբ այս հարցին պետք է նորմալ վերաբերվել, հաշվի առնելով, որ ամեն դեպքում Ադրբեջանը մեր հարևանն է ու հավերժական թշնամություն հնարավոր չէ, ինչպես Փաշինյանն է շեշտում, թե այստեղ կա հարցի բարոյական եւ միգուցե քաղաքական կողմը։ Տեսեք, այն, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում մեզ անհրաժեշտ է, իհարկե անհրաժեշտ է։ Բայց գիտեք, Հայկա, այո, ես ընդունում եմ, որ մենք պատերազմում պարտվել ենք, որ Արցախը կորսված է գոնե այս փուլում, բայց այսքան ստորացնել հայ ժողովրդին, այսքան նյութապաշտություն եւ սպառողականություն սերմանել մեր հասարակությունում ուղղակի անթույլատրելի է։ Քանի դեռ մեր հայրենակիցները Բաքվի բանտում ենթարկվում են խոշտանգման, խոսել էժան ադրբեջանական բենզինի մասին, այո, քաղաքականություն նաեւ բարոյականության մասին է։ Չի կարելի, պարզապես չի կարելի։ Հասկանում եք, քանի մեր անհետ կորածների ծնողները տարբեր հատվածներում ցույցեր են անում, ասում են մեր երեխեքին մենք տվել ենք ձեզ։ Որտեղ են մեր երեխեքը։ Հասկանում եք, մեր հայրենակիցների ճակատագիրը նույնիսկ հայտնի չի ու Ադրբեջանը բլոկել է այդ process-ը։ Թույլ չի տալիս, որպեսզի որոնողական աշխատանքներ իրականացվեն։ Քանի նման հումանիտար բնույթի ֆունդամենտալ արժեհամակարգային բարոյական տիրույթում այդ հարցերը լուծված չեն, էժան բենզինով ում եք զարմացնում։ Էժան բենզինով իրականում ում եք զարմացնում։ Բայց ինչն է հետաքրքիր։ Ադրբեջանը եկող տարվանից հատկապես պրեմիում որակի բենզին ներկրելու է հիմնականում երկու երկրներից՝ Ռուսաստան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Եվ Ռումինիա կարծեմ։ Ռումինիան, չգիտեմ ինչ քանակով, այսինքն նաեւ հիմնական երկիրը, որտեղից ինքը ներկրելու է, Ռուսաստանն է։ Հիմա այս իշխանությունը ինչ է ասում, ասում է ձեզ համար ժողովուրդ այլընտրանք են բերել։ Ռուսաստանից բերվող բենզինի փոխարեն ես ձեզ ասում եմ ադրբեջանական բենզին կբերեք։ Այն էլ պարզվում է Ադրբեջանը ինքն է Ռուսաստանից գնում։ Լրիվ եվրոպացիները օրն են ընկել, որ սանկցիաների տակ են դրել Ռուսաստանը, որ նավթամթերքը ոչ թե Ռուսաստանից գնեն, հիմա Ադրբեջանի միջոցով մեծ հաշվով Ռուսաստանից բերված նավթամթերքն են գնում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է ասում, Ռուսաստանին որպես այլընտրանք կարող ենք ադրբեջանական բենզին բերել, այլ ադրբեջանական բենզինը պրեմիում մասին է հատկապես խոսքը, ինքը այդ թվում նաև Ռուսաստանից է ձեռք բերում, այսինքն Ադրբեջանը գնում է Ռուսաստանից ձեռք է բերում, մենք էլ գնում ենք իբր Ռուսաստանին այլընտրանք լինելու համար Ադրբեջանից ենք ձեռք բերում։ Բայց այս հարցը հիմնականում բարոյական հարթության վրա է, բարոյական հարթության վրա է ու ես գիտեք ինչն եմ հիշում, որ այդ օրը երբ հայտարարվեց, որ բենզին պետք է ներմուծվի Հայաստան, այդ օրը Ռուբեն Վարդանյանի խոսքը հրապարակվեց ու սենց դիսոնանս առաջանում, մարդ, որ իր կյանքը ամբողջությամբ դրա կարիքը չունենալով, այսինքն հայտնի է, չէ, Ռուբեն Վարդանյանը ինչ կարողությունների, ինչ հնարավորությունների տեր մարդ է, բայց իր գաղափարների համար գնացել է Արցախ, մինչև վերջ մնացել է Արցախում, հիմա Արցախում բանտում ցմահ դատապարտման է ենթարկվելու, իսկ այստեղ ոմանք հրճվում են, որ կարողացել են մի քիչ էժան, ինքն էլ ակցիա է դա, մի հատ նախընտրական բոնուս է, որ տրամադրվում է այս իշխանություններին։
ուրախանում են, որ բենզին են բերել։ Այսինքն նույն օրվա մեջ այդ երկու ինֆորմացիան Ռուբեն Վարդանյանի մասին, որ այնտեղ ծմա դատապարտվելու է, եւ նրա խոսքը, որ ինչքան ամուր է իր գաղափարներում, իր արժեքներում Արցախի ու Հայաստանի մասով, եւ այս իշխանությունների հրամցված սպառողականության մասով, էժան բենզինի մասով, ինչ որ մի օր գալ է, այո, մենք Ադրբեջանի հետ առևտուրել ենք անելու, Թուրքիայի հետ ենք առևտուր անելու, չնայած պետքա դեռ հասարակության, բայց քանի քո հայրենակիցներն այնտեղ խոշտանգվում են, քանի կրկնում եմ, քո զինվորների ճակատագիրը չես կարողանում բացահայտել, որովհետև Ադրբեջանը թույլ չի տալիս, քանի նման ֆունդամենտալ բաներ կան, այդ լավ, այդ ձեր ուրախությունը ինչի մասին է։ Տիկին Գրիգորյան, անդրադառնանք նաև մարտ տաճարում տեղ ունեցածին դեկտեմբերի 18-ին արդեն տեղեկություններ կան այն մասին, հենց դեկտեմբերի 18-ի այդ ասպատակությունից հետո, որովհետև լրատվամիջոցները հանրության շրջանում ասպատակություն, հարձակում, հալածանք, տարբեր բնորոշումներ են տալիս իշխանությունների եկեղեցու հանդեպ այս քաղաքականությանը, նաև տեղեկություններ հնչեցին այն մասին, որ դեկտեմբերի 28-ին եւս այդպիսի մի արշավ է լինելու, այս անգամ այդ արշավը գլխավորել է Նիկոլ Փաշինյանը։ Ինչ պետք է անի ընդդիմությունը դեկտեմբերի 28-ից բացի մյուս հարձակումներին հակազդելու համար։ Եվ եթե գալիս է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար ուժայինների քանակը, լինի դա քաղաքացիական հագուստերով, թե ծառայողական, միևնույն է հասկանում ենք, թե ինչքան շատ է լինելու։ Ինչ անի ընդդիմությունը, որպեսզի նաև բախում թույլ չտա։ Նախ ուզում եմ արձանագրել, որ նախորդ 5 շաբթի տեղի ունեցածի մասով մեր ժողովուրդը հավատավոր հայ մարդիկ եւ հոգեվորականների առաջնորդությամբ յուրահատուկ պաշտպանություն էին իրականացրել։ Ես ուզում եմ սա արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի դավադիր ծրագիրը իսկապես հաջողությամբ չավարտվեց, հաջողությամբ չպսակվեց։ Բայց ուզում եմ ասել, որ կան իրավիճակներ, որ նույնիսկ սրանք քաղաքական հարցեր չեն, հասկանում եք, սրանք արժեհամակարգային հարցեր են։ Հայկա, ուրեմն մենք ժամերկության մասնակցում ենք ժամերկությանը եկեղեցու ներսում, կաթողիկոսը իր խոսքն է հնչեցնում եւ այդ պահին մենք լսում ենք, թե ինչպես են փորձում ներխուժել եկեղեցի դռները ջարդելով։ Ամեն ինչին չափ ու սահման կա, իրականում ամեն ինչին չափ ու սահման կա։ Եկեղեցին սակրալ տարածք է։ Եկեղեցու դռները ջարդել, եկեղեցում հայհոյանք հնչեցնել եւ նման իրավիճակներ ուղղակի չեն կարող լինել։ Սա քաղաքականություն չի։ Ես հիմա չեմ կարող սա վերլուծել որպես քաղաքական գործիչ։ Սա քաղաքակրթական եւ արժեհամակարգային հարցեր են։ Եվ այստեղ ուղղակի պետք է ասել, որ խայտարակություններ են, ինչ մենք տեսանք, թե հատկապես ինչ մարդիկ էին այնտեղ ներգրաված, հետո արձանագրեցինք, որ օպերայի եւ բալետի թատրոնի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը, այո, փոխտնօրեններ կաթողիկոսներից մեկի տապանանքարի վրա կանգնած, հա, եւ այդ հրահանգներ տալիս, որ պետք է ներխուժել եւ այլն, դա ուղղակի ողբերգություն է, մեզ համար ողբերգություն է։ Նախ ուզում եմ ասել, որ սկզբում երբ գնացինք, տեսանք, որ ոստիկանական պատնեշ է, ու այնտեղ տարբեր մարդիկ, սա արդեն ողբերգություն է, այն որ մենք գիտենք, որ մեր հասարակությունը բաժանված է, այն որ ամեն տեղ այդ բաժանումները Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով իրականացվել է, որ եկեղեցում այլևս պառակտված է, բայց գնալ մայրաթոռ, որը բոլորիս միավորող հատվածն է։ Մենք բոլորս կարող ենք իրար հետ տարբեր կարծիքներ ունենալ, ընդհանրապես չխոսել իրար հետ, բայց մայր տաճարը այն սակրալ տարածքն է, որտեղ բոլորս կապվում ենք անբացատրելի թելով։ Հիմա այդտեղ պատնեշը կազմված է ոստիկանություն ու դա ուղղակի խայտարակություն էր։ Բայց ուզում եմ արժանի մատուցել եւ կաթողիկոսին, որ անսասան կանգնած է իր դիրքերում, պետք է արժանի մատուցել, որովհետեւ նրա ամիջական հարազատության գրեթե բոլորի նկատմամբ հետապնդում է իրականացվում։ Եղբոր, որդու, հիմա մյուս եղբոր, այսինքն բոլորի նկատմամբ այդ հետապնդումն իրականացվում է հեշտ չի դիմանալ։ Եվ պետք է իսկապես արժանի մատուցել եւ հույս հայտնել, որ վեհապարը նման տոկունություն եւ անսասանություն կդրսևորի նաեւ ապագայում, որովհետեւ եթե նա հետ չկանգնի, նրան ուղակի այսպես մեկուսացնել հնարավոր չի, նույնիսկ եթե նրան կալանավորեն, նա շարունակում է լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Այսինքն այս արձանագրումն ուզում եմ անել եւ նաեւ հոգեվորականներն ինչպիսի տոկունությամբ կանգնեցին իրենց դիրքերում։ Այնինչ ասվում է, որ այո, հնարավոր է 28-ին տեղի ունենա հաջորդ գրոհը եւ քաղաքական ուժերը, սովորական անհատները, բոլորը պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի պաշտպանելու մայրաթոռը։ Ես հասկանում եմ, որ համակարգված բնույթ դա պետք է կրի, որտեղ իշխանությունը դա համակարգված ձևով է իրականացնում։ Համակարգված, ես չգիտեմ, թե դուք կոնկրետ ինչ համակարգի մասին եք։ Ձևավորել օրինակ եկեղեցու պաշտպանության։ Այդ օրակարգը արդեն ձևավորված է։ Այդ օրակարգը
եկեղեցու պաշտպանության օրակարգը ձևավորված է։ Այսինքն այդտեղ նորամուծություն բերելու անհրաժեշտություն չկա։ Մենք բոլորս այդ օրակարգի շուրջ պայմանավորվածություն ունենք։ Այլ բան է, թե պետքա հասկանալ, թե ինչ ուժերի միջոցով է դա փորձելու իրականացնել։ Ես տեսնում եմ, որ առանց Նիկոլ Փաշինյանի անմիջական ներգրավվածության որևէ բան էլ հնարավոր չի իրականացնել։ Այո, տասնյակ եպիսկոպոսներից գտնվեցին 10-ը, ովքեր այո դուրս եկան կաթողիկոսի դեմ ու դուրս եկան Մայրաթորի դեմ։ Ծանր կոմպրոմատների արկայությամբ է։ Հա, դե որ իրանց մասին յուրաքանչյուրի մասին խոսենք, կարող է մի երկու օր խոսենք ու մեր ժողովուրդը խորապես հիասթափվի, թե ընդհանրապես այսքան տարիներ ինչպիսի հոգեվորականներ են այնտեղ գտնվել, բայց ամենաաբսուրդն էլ հենց դա է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը վերջին մեր հարցուպատասխանի ժամանակ իմիջիայլոց ես հենց դա էի ասում, ինքը տարիներ շարունակ Նավարսոս Քճոյանին Bentley Samoyով ա դիմել, հասկանում եք, իր մասին օֆշորային սկանդալների մասին ա խոսել։ Կուսակրոնության ուխտը խախտելու մասին ա գրել։ Ու ինքը գնում է կուսակրոնության ուխտի մասին խախտման վերականգնման մասին խոսում է մարդկանց հետ, ում որդիներին ինքը ճանաչում է, ու նրանցից մեկի որդուն է իր կաբինետում տարբեր պաշտոններ տվել։ Մենք բարձա չէ, օրինակ այդ անունները շատ չենք շահարկում, բայց ակնհայտ դրանք բոլորին հայտնի իրողություններ են։ Հատկանշականը եկեղեցին իբրև թե մաքրագործելու գնացած մարդկանց բառապաշարն էր, որը ուղիղ եթերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ոչ միայն հանգիստ հետևում էին հայհոյանքներ, նույնիսկ ԿՊ-ի ճանաչելի դեմքերի կողմից ներողություն եմ խնդրում Թալինի քաղաքապետ Սափեյանը զոհվածի ծնողին իր հակադարձումներով կամ մայր տաճարի մուտքի մոտ սյուներին ցածկոտելով, այո, բայց ուրիշ ինչ պետք է անեին։ Մարդիկ ովքեր դուրս են գալիս Մայրաթորի դեմ։ Տեսեք, մարդիկ որ պատրաստ են դուռը ջարդել Մայրաթորի դռան առջև այն ինչ որ տեղի էր ունենում, չի կարող այլ այն ինչ որ նկարագրում եք, բացառապես այդ մարդիկ կարող են դա անել։ Ասեք, եկեղեցի ես մտնում, եկեղեցու մոտենում ես, հնարավորինս շշուկով ես խոսում, հա, հնարավորինս փորձում ես մաքրել քո էներգիան, շփվել եւս հայհոյել չի կարելի։ Կրկնում եմ, դա սակրալ տարածք է, հետեւաբար շատ բնորոշիչ է այդ մարդկանց խոսույթը այն վարքագծի հետ, որ հիմա դրսևորում են, եւ այո, Նիկոլ Փաշինյանը Իրանից անկախ մաքրում է եկեղեցին։ Այդ 10-ով արդեն մաքրվեցին։ Մի քանի քահանաներ էլ կան, դրանցով էլ արդեն մաքրվեցին։ Բայց այո, ընդդիմությունը պատրաստ է եւ որքան անհրաժեշտ լինի, այնքան պետք է գնա եկեղեցում իր վճռական դիրքորոշումը ցուցաբերելու։ Բայց այստեղ միայն քաղաքական ուժերի խնդիրը չեն, բնականաբար մեր հավատավոր հայերը, որքան էլ բարդ լինի հիմա parza չէ, նոր տարի է լինելու, Սուրբ Ծնունդ է լինելու եւ տոնը, որը բոլոր ընտանիքների համար կարեւոր տոն է, ընտանիքներ միավորող, հանգիստ միջավայր, ուրախ միջավայր ձևավորելու տոնը եւ Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է ապրել, որ մեզ մի օր ավել է ստրեսի մեջ չպահի։ Հիշում եք նախորդ կիրակի ինքը Հայաստանում չէր ամեն ինչ որքան հանգիստ էր, որքան խաղաղ էր։ Մեծ քափառախումբն են, ինչպես անվանում են հանրությունը, ոչ ոք չի գնացել պատահարակի հետաքրքիր զուգադիպության։ Ախր պատարակի հետ այդ մարդիկ խաչակնքվելու ձևը նորմալ չգիտեն պատարակը ինչի համար է, հաղորդություն ինչի համար են ստանում։ Բայց այո, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն, հավատավոր հայերը, որքան էլ այս օրերին զբաղված լինեն նախատոնական տրամադրություններով, նախատոնական պատրաստություններով, միևնույնն է պետք է պատրաստ լինել այդ օրերին կանգնել Մայրաթորի կողքին, կանգնել կաթողիկոսի կողքին եւ նաեւ անչափ կարեւոր է նույն հենց վեհափառի խոսքը, ես կարծում եմ եթե հաստատվեն տեղեկությունները, իսկ Նիկոլ Փաշինյանը վստահաբար առնվազն 1 օր առաջ դրա մասին հայտարարելու է։ Հրահանգը կիչեցվի եւ ես կարծում եմ վեհափառի խոսքը այստեղ անչափ կարեւոր պետք է լինի եւ վեհափառի ուղերձին եւս մարդիկ սպասում են։ Տիկին Գրիգորյանը հատկապես Մայրաթորում տեղի ունեցածը, որը ուղեկցվում էր թուրք-ադրբեջանական հանրությունների կողմից հրճվանքով, հատկապես Ադրբեջանում մեկ այլ կարգի հրճվանք էր տիրում, ինչը բնական է, քանի որ նրանք ճշնամիներ են, մտավախություններ հնչեցին փորձագետների կողմից, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը տանում է բախման եւ մղում է քաղաքացիական պատերազմի։ Բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը, հաշվի առնելով վարչական ռեսուրսի կիրառմամբ այնտեղ գնացած այդ մաքսիմում, ինչպես նշում են 250-ից 300 հոգու առկայությունը, այդ քաղաքացիական բախման հավանականությունը ռեալ է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը վաղուց կորցրել է փողոցը եւ վաղուց կորցրել է
այդպես հավաքներով հարց լուծելու հնարավորությունը։ Ինքը ես ես հիմա հանգիստ կարող եմ սա ասել։ Ինքը որքան մարդ նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսով փորձի գեներացնել, ես վստահ եմ, որ 2-3 անգամ շատ այս կողմում հայտնվելու են ոչ միայն ընդդիմադիր ուժերի կողմից, հա, նախաձեռնված, կազմակերպված մարդիկ, այլ ուղղակի հավատավոր հայեր։ Ես վստահ եմ, որ մի քանի անգամ գերազանցելու է թիվը։ Այլ բան է, թե այդ ամբողջ իրավական համակարգով, այսինքն ԱԱԾ-ով, ոստիկանություն, որովհետև դրանք արդեն պատրաստված ստորաբաժանումներ են, եթե կարմիր սև բերետավորները, ԱԱԾ համակարգը, հա, պարեկների այդ խումբը ամբողջությամբ գա, դա մի փոքր իրավիճակը փոխում է բնականաբար։ Ես դրա համար հիմա այն մարդիկ, ովքեր աշխատում են ազգային անվտանգության ծառայությունում, խնդրում եմ, հարգեք ձեր ուսադիրները։ Հարգեք ձեր ուսադիրները, դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը։ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր մարդ է, ով պատմության մեջ իր անուն ազգանունով հայտնի է ինչ է կոչվելու։ Մի ծառայեք մարդուն, ով ուղղակի սպասարկելով Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը քանդում է մեր եկեղեցին։ Հիմա ես ուղղակի սա կարող եմ խնդրել այն մարդկանց, ովքեր ուսադիր են կրում, եւ այն մարդկանց, ովքեր այդ հրամանը պետք է իջացնեն։ Չի կարելի այդ աստիճան ստորանալ, նվաստանալ, միայն թե Ադրբեջանի կողմից այդ բարեհաճությունը շահեն մինչև ընտրությունների։ Միջորից հիմա ինչ արվում է մինչև ընտրությունների տրամաբանությունը։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի խնդրել է առաջիկա 6 ամիսները իր աջակցությունը ցուցաբերի, ինչպես հետո իրանք ասեն, սիմվոլիկ քայլերը անի, եւ դրա դիմաց հիմա ինքը այսպես փակվում է, այդ հաշիվը փակում է եկեղեցու դեմ նաեւ Վարշավով։ Եվ սա ակնհայտ փաստ է, հետեւաբար այն մարդիկ, ովքեր գնում են ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու, տարբեր նման ուժային համակարգերում, իսկապես պետք է գիտակցեն այն բարձր պատասխանատվությունը, որ դրված է իրենց ուսերին, եւ ես իսկապես շատ լիահույս եմ, որ այդ աշխատակիցները, նույն պետական պահպանության ծառայությունը, որ ԱԱԾ-ից հանվել է հիմա Նիկոլ Փաշինյանն այդ կուրացիան իրականացնում, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցներն էլ չեն գնա այն քայլերի, որոնք հետո պատմության մեջ ամենախայտառակ դրսևորումներով են ուղղակի արձանագրվելու։ Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ։ Հիշեցնեմ այսօրվա իմ հյուրներ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հարցազրույցի հաջորդ թողարկումը վաղն է։ Հաջողություն։